Գոյամարտ սերիալն այժմ հասել է իր ամենաբարդ ու ամենաինտրիգային հանգուցալուծումներից մեկին, որտեղ յուրաքանչյուր սյուժետային գիծ միահյուսվում է մյուսին և այլևս չկա երկրորդական իրադարձություն։ Ամեն ինչ կարևոր է, ամեն խոսք վտանգավոր, ամեն քայլ ճակատագրական։ Սյուժեի կենտրոնում շարունակում է մնալ Հունանի կերպարը, որն օրեցօր ավելի է բացահայտվում ոչ միայն որպես խիստ ու վերահսկող մարդ, այլ որպես մեկն, ով ունի շատ մութ անցյալ։ Նրա կողմից Լեոյին իրենց տուն կանչելն այս փուլում պարզապես հանդիպում չէ, սա հոգեբանական խաղ է։ Նա ցանկանում է վերահսկել իրավիճակը, ցույց տալ իր ուժը և միաժամանակ փորձել ազդել Լեոյի որոշումների վրա։ Լեոն իհարկե չի գնա այդ հանդիպմանը որպես պարզ հյուր, նա արդեն գիտի, թե ում հետ գործ ունի։ Նրա ներսում կա և զայրույթ, և հետաքրքրություն, նա ցանկանում է հասկանալ ամբողջ ճշմարտությունը, բայց նաև չի պատրաստվում հեշտությամբ ընդունել այն, ինչ կլսի։ Այդ հանդիպումը կարող է վերածվել լարված երկխոսության, որտեղ յուրաքանչյուր խոսք կդառնա հարված։ Լեայի դերն այստեղ չափազանց կարևոր է։ Նա գտնվում է երկու կրակի միջև՝ իր հոր և սիրած մարդու։ Նրա համար այս իրավիճակը հոգեբանական ճնշման գագաթնակետն է։ Եթե այդ հանդիպման ընթացքում բացահայտվի նոր գաղտնիք, առաջինը հենց Լեան է, ով կկանգնի ընտրության առաջ՝ ընտանիք, թե սեր։ Սերիալի մյուս առանցքային գիծը Էռնայի պատմությունը շարունակում է մնալ ամենաողբերգականը։ Նրա հոգեկան փլուզումը ցույց է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մարդը երկար տարիներ ապրել է կեղծ իրականության մեջ։ Նրա կողմից Ավոյին հարվածելը դարձավ ոչ միայն էմոցիոնալ պայթյուն, այլ նաև սյուժետային շրջադարձ։ Էռնեն հայտնվելու է հոգեբուժարանում, և դա չի նշանակում, որ նրա դերն ավարտվել է։ Ընդհակառակը, նա կարող է վերադառնալ որպես նոր, ավելի կոշտ ու անկանխատեսելի կերպար։ Երբ մարդը կորցնում է ամեն ինչ, նա դառնում է կամ կոտրված, կամ շատ վտանգավոր։ Ավոյի գիծը շարունակում է մնալ ամենախորհրդավորներից մեկը։ Նա վիրավոր է, բայց չի դադարելու գործել։ Նրա յուրաքանչյուր քայլ մտածված է։ Նա կարծես խաղում է երկար ու հետաքրքիր խաղ։ Նրա հարաբերությունները մյուսների հետ, հատկապես Մանանի հետ, դառնում են ավելի հետաքրքիր ու վտանգավոր։ Մանենը հիմա գտնվում է շատ բարդ վիճակում։ Նա դուրս է մնացել իր ընտանիքից, վստահությունը կորցրել է և հիմա հայտնվել է մի մարդու կողքին, ում ամբողջությամբ վստահել չի կարող։ Բայց միևնույն ժամանակ նա հոգեպես շատ խոցելի է, և հենց այդ վիճակն է նրան դարձնում առավել ենթակա։ Գրիշոյի գիծը ևս կարևոր շրջադարձ է ապրում։ Նրա խոստովանությունը Մանանի հանդեպ սիրո մասին և ամուսնանալու ցանկությունը ցույց է տալիս, որ նա պատրաստ է փոխվել, բայց նրա անցյալը չի թողնում նրան հանգիստ։ Նրա արածը Դավիթի նկատմամբ դեռ ծանր հետևանք ունի։ Դավիթի գիծն այս ամբողջ քաոսի մեջ մի փոքր կայունություն է բերում։ Նա արդեն վերականգնվում է, և նրա ներկայությունն ընտանիքում կարևոր է։ Նրա և Նարեի հարաբերությունը շարունակում է զարգանալ որպես սերիալի ամենաջերմ և ամենամարդկային գիծ։ Բայց նույնիսկ այստեղ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Դավիթի առողջական վիճակն, անցած փորձությունն, այս ամենը դեռ կարող են ազդեցություն ունենալ նրա ապագայի վրա։ Սերիալում նաև շատ հետաքրքիր է դառնում Արամի կերպարը։ Այս ամենը միասին Գոյամարտը դարձնում է ոչ միայն սերիալ, այլ իրական դրամատիկ պայքար, որտեղ ճշմարտությունը դառնում է ամենավտանգավոր զենքը, սերը՝ ամենախոցելի զգացմունքը, իսկ անցյալն այն ստվերը, որից ոչ ոք չի կարող փախչել։ Առաջիկա սերիալները խոստանում են պայթյունավտանգ զարգացումներ։ Ինչ կասի Հունանը Լեոյին, և ինչ գաղտնիք կբացահայտվի, ինչ կլինի Էռնայի հետ, ինչ քայլեր կանի Ավոն իր խաղը շարունակելու համար, կընդունի Մանենը Գրիշոյի առաջարկը, և արդյոք Լեան ու Լեան կկարողանան պահպանել իրենց սերը։ Մի բան արդեն ակնհայտ է՝ Գոյամարտում սկսվում է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր հանդիպում կարող է փոխել ամեն ինչ, և ոչ մի կերպար ապահով չէ այստեղ։ Դե ինչ, իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալում տեղի ունեցող իրադարձությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչ եք կարծում, ինչ է սպասվում առաջիկայում, և ինչ նպատակով է Հունանը Լեոյին կանչել իր մոտ։ Արդյոք նա կհանդուրժի Լեային տեսնել Լեոյի կողքին, թե ունի իր ցավոտ որոշումները։ Գրեք ձեր կարծիքները։